Թեհրանը ծանոթագրեր է ուղարկել Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Թուրքիա և Բահրեյն, տեղեկացնելով, որ թշնամական գործողություն կհամարի այդ երկրների յուրաքանչյուր աջակցություն ԱՄՆ-ին, այդ թվում օդային ու ցամաքային տարածքի տրամադրումը այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, հաղորդում է Reuters-ը։ Գործակալության աղբյուր իրանցի պաշտոնյան ասել է, որ այդ երկրների Իրանի դեմ ուղղված ամեն քայլ լուրջ հետևանքներ կունենա։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին կարգադրել է երկրի զինված ուժերը բերել բարձր պատրաստվածության վիճակի, ասել է պաշտոնյան։ Այս հայտարարություններին զուգահեռ միջազգային մամուլը հեղեղված է Իրանի ստորգետնյա հրթիռային քաղաքի մասին հրապարակումներով։ Ընդ որում հրապարակված կադրերում Իրանի ստորգետնյա բազմաթիվ բունկերներից միայն մեկն է ցուցադրված։ Եթե ամեն շաբաթ մեկ հրթիռային քաղաք ներկայացվի ողջ զինանոցի ցուցադրման համար, անգամ 2 տարին չի բավարարի, Reuters-ի փոխանցմամբ վստահեցնում է իրանական կողմը։ Ռադիոլուրի հետ զրույցում իրանագետ Էմմա Բեգիջանյանն ուժի ցուցադրում է որակում հրթիռային քաղաքի կադրերի հրապարակումը։ Հրթիռների պահպանման կենտրոնը, որը գետնի տակ է, անդրգետնյան է, իհարկե նրանք ուժի ցուցադրում է, որ Իրանը կարող է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները Կատարում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում եւ այլն նրանց էլ նախակշռել է, ինչպես իրանցիներն են ասում, ԱՄՆ-ն տարածաշրջանում ապակյա տան մեջ է եւ պետք է չի քաշել Իրանի վրա, այսինքն իրանցիները ուժի ցուցադրում, այսինքն այդ քաղաքը որ ցույց են տալիս, ոչ մեկը չի կարող ասել այդ որտեղ է, ինչ է, պարզապես ներքն են ցույց տալիս։ BBC-ն գրում է, որ Իրանը սպառնում է ռմբակոծել Դիեգո Գարսիա կղզում տեղակայված ամերիկա-բրիտանական ռազմաբազան։ Իրանը նախկինում երբեք չի ակնարկել, որ նման հեռահարության հրթիռներ ունի։ Թեհրանը միշտ հայտարարել է, որ կարող է խոցել մինչև 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ, սակայն այժմ վստահեցնում է, որ մինչև 3,5-ից 4000 կիլոմետր հեռահարության անօդաչու թռչող սարքեր ունի, ակնարկելով Դիեգո Գարսիա կղզում ամերիկա-բրիտանական ռազմաբազան։ Որքանով է հավանական իրադարձությունների նման փոփոխությունը, իրանագետ Էմմա Բեգիջանյան։ Թրամփը չի ցանկանում բախումներ, հիմնականում դա Նաթանյահուի բուրըն ցանկությունն է, ենթադրելով, որ ինքը ռոքսի ուժերը Իրանի տարածաշրջանում թույլատրել է, համարյա որոշ հարցերում կարելի ասել ոչնչացրել է, մտածում է, որ առիթ է հատկապես, որ Թրամփը անվերապահ պաշտպանում է Նաթանյահուի դիրքորոշումները, բոլոր ծրագրերը։ Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուն այժմ Վաշինգտոնում է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հետ քննարկվող հարցերի թվում նաև Իրանի շուրջ հետագա փոփոխություններն են։ Թել Ավիվում կարծում են, որ Թեհրանին թույլատնելու քայլերը զգալի ազդեցություն են ունեցել։ Շարքից հանվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի զգալի մասը, որ տեղակայված էր Սիրիայում և Իրաքում։ Ուստի այժմ պետք է շարունակել այդ գործողությունները։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Իրանի շուրջ լարվածությանը սոցցանցում գրում է, որ լայնածավալ պատերազմի մասին խոսելը դեռ վաղ է։ Սպիտակ տան անանուն աղբյուրների վրա հղմամբ արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում արտահոսքեր են տեղի ունենում առ այն, որ նախագահ Թրամփը լրջորեն է մոտենում անուղղակի բանակցություններ սկսելու Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ուստի նման գործընթացը բացառելն անհնար է։ Սրան զուգահեռ, սակայն կողմերը կոշտացրել են հռետորաբանությունը եւ ավելացրել ռազմական պատրաստությունները, որոնք այդուամենայնիվ ցույցիչ չեն, որ ամեն ինչ հենց այս պահին վստահաբար ընթանում է Իրան-ԱՄՆ լայնածավալ ռազմական բախման հանգեցնելու սցենարով։ Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ոչ Թեհրանին, ոչ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու այսուհանդերձ կա Նեթանյահուի վարչակարգը, ուստի չպետք է ամբողջությամբ բացառել, որ վերջինիս հնարավոր սադրիչ գործողությունները կարող են դառնալ այն կայծը, որից կբռնկվի մերձավոր արևելյան վառոդի տակառը։ Իրանագետն առճակատումը զսպող հանգամանք է համարում նաև Սիրիայում թուրքական զորքերի ներկայությունն ու հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը, ինչը զգալիորեն ավելացնում է հենց սիրիական հողի վրա կամ օդում թուրք-իսրայելական բախման վտանգը։ Ըստ այդմ Ոսկանյանը նկատում է, որ մերձավոր արևելքում ինչպես գրեթե միշտ իրավիճակը բարդ է, իսկ այժմ նաև չափազանց դինամիկ։
Առայժմ իսրայելական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ներկայացնում է ստորգետնյա հրթիռային քաղաքը։ Տեսանյութում երևում են բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Իրանցի զինվորականների խոսքով հրթիռային այդ քաղաքները սոսկ զինապահեստներ չեն, դրանք նաև գործարաններ են հրթիռներ արտադրելու և փորձարկելու համար։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։